ասի, որ այդ իր կարմիր լույսից հեծանիվով 11 տարեկան անցած ժամանակահատվածում ինքը վախեցել է ահավոր։ Պարոն Մխիթարյան, դուք գյումրեցիներին ինչ եք խոսում, օրինակ Սարիկ Մինասյանը, չասեմ մեր Սարիկը, իրենց Սարիկը, գրած է մեր Սարիկը։ Քնչականի, աշտեն քնչականի Սարիկը։ Սարիկ Մինասյանը օրինակ ասֆալտ է անում, ինձ ասացին, որ ինչ որ բակեր այցելում, տենց ձեռքով արագ շիբին են լցնում, որ հարթեցնեն, որ տեսնի, որ այսինքն այն նախկինների մեթոդները հիշում եք, որ գալիս են ասում են մենք ասֆալտապալտենք ձեր բակը, տենց ասֆալտ ամ, օրինակ դուք ինչ եք խոսում գյումրեցին, ասֆալտ կանեք կամ չգիտեմ, օրինակ խողովակաշարը թարմացնենք նրանից, որ նախկինների մեթոդին գուցե Սարիկ Մինասյանը շատ լավ տիրապետում է, որովհետև ասում են, որ 2017 թվականին Հանրապետական կուսակցության անդամ է դառել, ըստ այդմ ինքը նախկինների բոլոր մեթոդներին սկսած ասֆալտից վերջացրած ոտով շիբին դսնելուն պետք է որ տիրապետի, իսկ մնացած առումով ցանկացած համայնքապետի գործը իր քաղաքին համայնքի բյուջեով եւ կառավարության կողմից տրամադրված դոտացիաներով տեր լինելն է։ Այսինքն դա մեծ լավություն ներկայացնել իհարկե պետք չի, դա բուն պարտականությունն է քաղաքապետի, հատկապես բուն պարտականությունն է կոմունալի պետի, կոմունալ բաժնի պետին է։ Հիմա եթե քաղաքապետը զբաղվում է կոմունալ բաժնի պետի գործերով, ուրեմն կամ ինքը ճիշտ տեղում չի, կամ կոմունալ բաժնի պետը։ Իսկ սա քաղաքային ընտրություններն ավելի շատ ձեզ համար թե քաղաքական ընտրություններ։ Դե ամեն ինչ խոսում է նրա մասին, որ սա այլևս քաղաքական ընտրություններ են ու չի կարող քաղաքական ընտրություններ չլինել, որովհետև եթե քաղաքական ընտրություններ չլիներ, գերագույն գլխավոր ղժ չեր գա Գյումրի լաչառություն չեր անի, հիմա էլ չեր զանգի ասի մի բան գտեք թալանից, դե տեսնում եք էլ։